Հարգանքներս բոլորիդ մեկ վարկյան մի հատ նայեմ ու անցնենք առաջ։ Եվս մեկ անգամ հարգանքներս բոլորիդ, մայիս ամիսը մեր ժողովրդի հաղթանակների և հավաքականության պարտադրման ամիսն է։ Այս ամսին 100 տարվա վերջի 100 տարվա ընթացքում այս ամսին է, որ կատարվել են ամենակարևորագույն դեպքերը մեր պատմության մեջ և մեզանից յուրաքանչյուրը այդ պատմություններին տեղյակ է։ Ցավոք սրտի մայիս ամսին նաև ունենք որոշակի ողբերգությունների շարք, որոնք մենք չենք կարողանում այսպես թե այնպես հաղթահարել։ Իհարկե գիտակցված ես երկար ժամանակ լայվ չեմ արել, ուղիղ եթեր չեմ մտել հասկանալով, որ բոլորը ծանրաբեռնված են և բոլորը ամեն մեկը մի ասելիք ունի, ես այս անգամ էլ մտել եմ, որպեսզի պարզապես իմ համերաշխությունը հայտնել Սասնա ծռերի տղաներին, ովքեր որ կալանավորվել են։ Դա ես համարում եմ յուրաքանչյուր հայ տղամարդու կեցվածք։ Յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է կարողանա կողմնորոշվի և նման վճռական մեր ժողովրդի համար իրադարձությունների ժամանակ ունենա դիրքորոշում, ինչպես հին հույները և հին հռոմեացիներն էին ասում, ազգի համար վճռական պահին չեզոք կեցվածքը վատագույն կեցվածքն է, ավելի լավ է լինել դեմ, քան լինել չեզոք։ Ես իմ և իմ թիմակիցների անունից ափսոսանքս եմ հայտնում, որ կալանավորվել են Սասնա ծռեր խմբի անդամները, նրանք արժանի չէին կալանավորման, նրանց ընդվզումը յուրաքանչյուր հայի ընդվզում էր, նրանց կողմից կատարված յուրաքանչյուր գործողություն, ինչքան էր, որ այն մերժելի է որոշ մարդկանց համար, մենք ընկալել ենք որպես ազգային ցասման, ազգային ընդվզման երևույթ։ Ուստի ևս մեկ անգամ իմ թիմի, իմ գործընկերների անունից խորին ափսոսանք եմ հայտնում Սասնա ծռերի կալանավորման հետ կապված և հույս ունեմ, որ ազգային հավաքական պահանջով կկարողանանք այդ տղաներին դուրս բերել բերդից, տալ նրանց հնարավորություն այլ պայմաններում կրելու իրենց պատիժը, եթե համարում ենք, որ դա պատիժ է։ Ամոթ է հայ հասարակությանը, ամոթ է բոլոր այն մարդկանց, ովքեր որ լուռ են և ովքեր չեն միանում, ովքեր չեն բարձրացնում իրենց ձայնը ի պաշտպանություն այն տղաներին, ովքեր զենքը ձեռքներին դուրս են եկել պաշտպանելու իրենց պատկերացրած հայ ժողովրդի իրավունքները։ Անունները բոլորի չեմ կարող տալ, ոչ թե խուսափեմ, այլ պարզապես մենք խոսում ենք հավաքականության մասին։ Սասնա ծռերը հայ ժողովրդի հավաքական գաղափարներ և իրենք ներկայացնում են այդ գաղափարի մի մասը։ Եվս մեկ անգամ թող մեր խոսքը սփյուռքից հասանելի լինի բոլորին, մենք որպես հավաքականություն պահանջում ենք Սասնա ծռերի նկատմամբ փոխել խափանման միջոցը, ազատ արձակել նրանց բերդից։ Ազատություն և արժանապատվությունն է, որ հայությանը կարող է միավորել։ Այս ամիսը մեր համար, բոլորից համար նույն սկզբունքներն ունի, մենք բոլորս մտածում, պայքարում ենք, ինձ հաճախ զանգել են այս ամսվա ընթացքում և հարցրել են իմ դիրքորոշումներ, ինչպես եմ ես վերաբերվում մայիս ամսվա ընդվզումների խնդիրներին, ես ասել եմ համբերեք, սպասեք մայիս ամիսը թող ավարտվի, եթե դուք ցանկանում եք իշխանափոխություն իրականացնել, ապա արեք հունիս ամսին, մայիս ամսին անելիք չկա, այդ ամիսը այլ իմաստ ունի մեր ժողովրդի համար։ Նաև հիշեցման կարգով ասեմ, որ մայիս ամսին տեղի ունեցել են տարակազմիկ ճակատագրական դեպքերը, որոնք մեծ պատմության մեջ մնացել են որպես Բաշրապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարաբադի ճակատամարտեր։ Չմոռանանք նաև, որ այդ նույն ամսին
Մայիսի 11-ից մինչև մայիսի 26-ը Բաթումիում տեղի ունեցել ճակատագրական բանակցություններ Արևելյան Հայաստանի ազգային խորհրդի եւ Թուրքիայի միջեւ, որտեղ Արևելյան Հայաստանի ազգային խորհուրդը ստիպած ընդունելով Օսմանյան եւ թուրքական կողմի ճնշումները գնաց միակողմանի զիջումների եւ 1918 թվականի մայիսի 25-ին խոստացավ Օսմանյան կայսրության Օսմանյան իշխանության ներկայացուցիչներին, որ կստորագրի այն փաստաթուղթը, որը որ Հայաստանին պարտադրվում էր 12000 քառակուսի կիլոմետր։ Սա ճակատագրական ամիսն է։ Եվ վերջին հաշվով այս ամիսն է, որ մեզ տվել է հնարավորություն մայիսի 28-ին 1919 թվականի մայիսի 28-ին ունենալ միացյալ անկախ Հայաստանի հռչակագիրը։ Այս ամսվա խնդիրներն այսքան են, արգելիներս։ Պետք է մենք նկատի ունենանք, որ ինչքան էլ խոսենք մեր իրավունքների մասին, մեր իրավունքները չեն փոխվում որևէ ձևաչափով, քանի դեռ այդ իրավունքները գիտակցված չեն։ Տարիներ շարունակ մենք խոսում ենք մեր իրավունքների կենսագործման մասին, սակայն մեկ քայլ առաջ չենք գնում միայն այն պատճառով, որ հայության քաղաքական դասը հավաքական կամք չի դրսևորում։ Եվ ցավալին այն է, որ մեծամասնության համար քաղաքականությունը ընտանիք պահելու միջոց է դարձել։ Իհարկե սա ցավալի է այսպես խոսելը, բայց սա է մեր իրականությունը։ Մեր գործերի հետ կապված այն ինչ որ ես եմ անում իմ թիմակիցների, իմ գործընկերների հետ հետևյալն է։ Մենք մայիս ամսին դատական հայցը հերթական անգամ մտցրեցինք Վերաքննիչ դատարան, եթե դուք հիշում եք կամ հիշեցման կարգով ասեմ, անցյալ տարի ապրիլ ամսին մենք դատական ներողություն, մենք դիմում ներկայացրեցինք սահմանադիր դատարան, որպեսզի հասկանանք հայ ժողովուրդը ընդհանրապես իրավունքներ ունի, թե չունի։ Եթե ունի, ապա այդ իրավունքները ինչպիսի փաստաթղթերով են ֆիքսված եւ Հայաստանի սահմանադիր դատարանը ինչպես է վերաբերվելու դրան։ Մեկ տարի առաջ հենց այս ամիսներին սահմանադիր դատարանը պատասխանեց, որ մենք լավ կլինի, որ դիմենք Վերաքննիչ դատարան այդ հարցով։ Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադիր դատարանի առաջարկությունը, ընդունելով այդ առաջարկությունը, մենք մեկ տարի շարունակ Հայաստանի իշխանությունների հետ փորձում ենք ապահովել նամակագրություն, որպեսզի հասկանանք, թե հայ ժողովուրդը ունի հավաքական իրավունքներ, եթե ունի, ապա Հայաստանի Հանրապետությունը ինչպես է պատկերացնում այդ իրավունքների կենսագործումը եւ նրանց փաստացի ճանաչումը։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության իշխանություններից մենք այդպես չստացանք մեծ բավարարող պատասխան, այդ պատճառով եւ մենք դիմեցինք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։ Վարչական դատարան հայցը ներկայացվել է հին հայցի հիման վրա, ես հիմա ցույց կտամ նաեւ հին հայցը, մեկ վարքյան, հիմա ես դրանք էլ կներկայացնեմ, որպեսզի մենք իրար ամբողջությամբ ճիշտ ընկալենք։ Ընդհանրապես հայցի խնդիրը մեր հասարակությունը ճիշտ չի ընկալում, պատճառը նա չի, որ հայցը դժվարություններ ունի, դրա հետ կապված չի, պարզապես մեր իրականությունը դեռևս չի ընկալում, որ կա դատական հայց եւ այդ դատական հայցը կարող է լուծել որոշակի խնդիրներ։ Հիմա նաեւ ես կդնեմ պահանջը եւ մենք այդ երկու փաստաթղթի հետ կապված որոշակի խոսակցություն կունենանք։ Եթե դուք նայում եք, տեսնում եք, որ ստորագրած կողմերը 4-ն են եւ հիմա ստորագրած կողմերը 4-ն են, անուններով, հեռախոսի համարներով բոլորը հասանելի են։ Ես շնորհակալություն եմ այլ նաեւ Գևորգ Հովսեփյանին, ով որպես արդեն կուսակցության նժդեական ցեղակրոն կուսակցության ղեկավար իր մասնակցությունը բերեց, առաջի հայտն էլ ենք մենք միասին ներկայացրել, սա երկրորդ հայցն է, որ մենք միասին ենք ներկայացնում, իրեն շնորհակալություն եմ հայտնում իր ակտիվության համար
Քիչ են այն կուսակցական ղեկավարներն, ովքեր իրենց վրա պարտավորություն եւ պատասխանատվություն են վերցնում։ Այսպիսով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուղարկված դատական հայցի առաջի էջն եմ ձեզ ներկայացնում, որի վրա գրված է ներքևի մասում դատական հայցը ընդունված, այսինքն մուտք է արված, դեռ մենք չգիտենք թե հայցը կընդունվի թե կմերժի, բայց հայցը ներկայացել է Արամ Մկրտչյանը, Տիգրան Գրիգորյանը, Անդրեաս Սրապյանը եւ Գևորգ Հովսեփյանը ցեղակրոն կուսակցության ղեկավար։ Երկրորդ փաստաթուղթը սա մշտապես ինձ հարցնում են ինչ պահանջ է։ Հարգելիներս, սա պահանջն է, որ մեր իրականության մեջ առաջի անգամ դատական հայց է մտնում պահանջ։ Պահանջը մեկ նախադասություն է։ Մենք որպես կողմ պահանջում ենք ճանաչել 1919 թվականի մայիսի 28-ի Միացյալ Հայաստանի անկախության հայտարարման ակտը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ աշխարհասփյուր հայի իրավունքները հաստատող դիտղոսաթերթի։ Սա մեր պահանջն է։ Հույս ունեմ, որ այս պահանջը դատարանը չի մերժի, իսկ եթե կմերժի էլ դատարանն, ապա մենք որևէ հարց չենք տեսնում։ Երկու դեպքում էլ դատական հայցի դրական կամ բացասական պատասխանի դեպքում էլ մենք գործին ընթացք ենք տալու եւ մենք խնդիրը բարձրացնելու ենք մյուս եվրոպական դատարան ենք տանելու։ Մենք հույս ունենք, որ մինչև Հայաստանի Հանրապետության իշխանությունները մեր հետ չեն մտնի դատական վեճի մեջ եւ կճանաչեն հայ ժողովրդի հավաքական իրավունքները, իսկ մենք կօգնենք, կոժանդակենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որպեսզի իրենք թեթևացած լինեն սփյուռքի հետ կապված խնդիրները լուծելու առումով։ Ինչու՞։ Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկ անգամ իր հիմնադրման պահից մինչև այսօր, նկատի ունեմ 1990 թվականից մինչև այսօր, սփյուռքի հետ կապված որևէ հանձնառություն չի վերցրել, Սփյուռքը դիտարկում է միայն որպես ֆինանսական ինստիտուտ եւ իրավական որևէ պարտավորություն Սփյուռքի առաջ չունի։ Մենք այս դատական հայցով փորձելու ենք Հայաստանի Հանրապետությանը պարտադրել իրավական փոխհարաբերություններ, ճանաչելիություն։ Սփյուռքը իրավունք ունի այնքան, ինչքան որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը իրավունք ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Պարտավորությունները Սփյուռքը ունի, զրկված է իրավունքներից, մենք վերականգնելու ենք այդ իրավունքները։ Ադրբեջանի հետ կապված, հարգելիներս, մենք պետք է ազգովի հասկանանք, հավաքականությանը այլընտրանք մենք չունենք։ Ինչքան որ փողոցում կկռվեք, կվիճեք իրար հետ, կփորձեն Հայաստանում իշխանափոխություն ապահովել կամ կփորձեն համաձայնությամբ չիշխանափոխություն ապահովել, դա էլ է լուծում։ Մեր խնդիրը հիմա Հայաստանի այս հանրապետությանը խաղաղ, հանգիստ տեղափոխել մյուս ափ, որպեսզի կարողանանք 2023 թվականին մեր անելիքները միջազգային տարածքում ճիշտ ներկայացնել։ Որոշ մարդիկ, ովքեր տեղյակ են, գիտեն ինչի մասին է խոսքը, իսկ անտեղյակներին ասեմ, որ 2023 թվականին Լոզանի կոնֆերանսի խնդիրն է եւ մենք պետք է պատրաստ լինենք ասելու մեր մոտեցումը, դիրքորոշումը Լոզանի կոնֆերանսի հետ կապված։ Մեզ պարտադրում են Արցախով կոմպենսացիայի ենթարկել Լոզանի կոնֆերանսը, հիշեք։ Արցախի խնդիրը դա այլ խնդիր է։ Եվ Արցախի խնդիրը երբեք չի կարելի դիտարկել որպես մեր իրավունքները պաշտպանող կիզակետ։ Արցախը մեր ամենախոցված տարածքն է եւ 30 տարվա էքսպերիմենտի արդյունքում բոլոր կողմերը համոզվեցին, որ այդքան էլ հեշտ չի հայկական կողմին կոտրել։ Մենք մեկ կարևոր բան պետք է իրականացնենք։ Արցախի բնակչությունը հայը բնիկ է եւ բնիկ լինելու իրավունքով է, որ ինքը պետք է դոմինանտ լինի այդ տարածաշրջանում։ Եվ երկրորդ խնդիրը, մեր գործընկերների հետ զրուցելու ժամանակ մշտապես ասել եմ,
պետք է Արցախի մելիքների իրավունքները վերականգնվի։ Եվ այդ ուղղությամբ հարկավոր է շատ լուրջ քայլեր իրականացվի, որոշակի քայլեր արվում են, հույս ունեմ, որ Արցախի Հանրապետության բարձր ղեկավարությունը ըմբռնումով կմոտենա Արցախի մելիքների իրավունքների վերաճանաչման առաջարկությունը եւ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Արցախում տեղի ունենա հանդիպում Արցախի իշխանությունների, Արցախի Հանրապետության իշխանությունների, մելիքների ներկայացուցիչների եւ հոգեվոր առաջնորդների միջեւ։ Սա կլինի լավագույն հանգուցալուծումը։ Ասեմ, որ մեր հարևան հանրապետության կողմը երբեք չի պատկերացնում, թե հայկական կողմը ինչպիսի նոր լուծումներ կարող է առաջարկել։ Ես ասել եմ իրենց համար, ռուսական տարածքում գիտեն մեր դիրքորոշումը։ Ադրբեջանը պետք է ֆեդերալիզացվի, թուրքական էթնոտարը պետք է ստանա տարածքային որոշակի իրավունքներ եւ Ադրբեջան պետությունը պետք է ներկայանա այլ ձևաչափով։ Սա վճիռ է, որը մենք հայերով պետք է կարողանանք կենսագործել, օգնենք տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդներին ինքնաճանաչվելու, իսկ մեզ որպես տարածաշրջանի տերեր նաև վերականգնելու մեր իրավունքների մասը։ Այսքան հարգելիներս, լավ եղեք, կապի մեջ առաջի իսկ հնարավորության դեպքում նորից եթերից կխոսենք միասին։ Ստեսություն ձեզ։